Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությունը եւ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։ Նախ ուզում եմ ասել, որ գենդերային քաղաքականությունների իրականացման ամբողջ մեր շրջափուլի ու պատմության մեջ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է եւ միացել է մի շարք կարևորագույն միջազգային փաստաթղթերի, այդ թվում անդամակցել է Պեկինի հռչակագրին եւ գործողությունների հարթակին դեռևս սկսած 1995 թվականից ՄԱԿ-ի կանանց հարցերով 4-րդ համաշխարհային համաժողովի ընթացքում։ Մենք վավերացրել ենք 1993 թվականին նաեւ այս առումով ամենամեծ կոնվենցիան, կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան եւ բնականաբար ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների մեր հանձնառությունը 5-րդ ամբողջ գերակայությունը վերաբերում է գենդերային հավասարությանը։ Իսկ պատմական առումով նաև ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականություններ ու հայեցակարգեր որպես այդպեսին սկսել են մշակվել 2010 թվականից եւ հետո հաջորդաբար արդեն տարբեր միջոցառումներ ու ռազմավարական ծրագրեր ու ռազմավարություններ։ Մեր նախորդ ռազմավարությունը մշակվել եւ հաստատվել էր 2019-23 թվականների համար, բնականաբար ավարտից հետո միջազգային գործընկերների եւ լոկալ էքսպերտների միջոցով վերլուծվել են բոլոր առաջընթացները, որոնք արձանագրել ենք նախորդ գենդերային ռազմավարության միջոցով եւ վեր են հանվել խնդիրներ, որոնք որ դրվել են հենց նոր մշակված փաստաթղթի հիմքում։ Ուզում եմ այստեղ հատուկ ընդգծել, որ մեծ մասնակցություն են ունեցել հասարակական կազմակերպությունների բոլոր կոալիցիոն համայնքները եւ միջազգային ու զարգացման գործընկերները, կարևորելով այս հարցը։ Այսպիսով նոր նախագծով առաջարկում ենք 6 հիմնական գերակայություն։ Ըստ առաջին գերակայության գործողությունների բոլոր ջանքերն ուղղված են լինելու պետական քաղաքականության ու կառավարման ոլորտներում գենդերային հավասարության ապահովման, գենդերազգայունության մակարդակի բարձրացմանը, մասնավորապես մասնակցային, ներառական ու հասանելի քաղաքական դաշտ ապահովելուն, որտեղ կանայք եւ տղամարդիկ, այդ թվում տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչներ կարող են ակտիվորեն ու լիարժեք մասնակցել ու հավասարապես նշանակալից ազդեցություն ունենալ կառավարման մակարդակներում։ Երկրորդ գերակայության շրջանակում նախանշված միջոցառումները հիմնականում ուղղված են լինելու աշխատաշուկայի, զբաղվածության, տնտեսության ոլորտում գենդերազգայուն մոտեցումների խրախուսմանը, աշխատուժի սեռային խզվածքի նվազեցմանը, կանանց սոցիալ-տնտեսական ակտիվության խրախուսմանն ու աշխատանքի պաշտպանության կառուցակարգերի բարելավմանը, ներառյալ աշխատանքային գործունեության մեջ խրամարության աշխատանքի պաշտպանությանը։ Այս գերակայության շրջանակներում հատկապես կարևորվելու է երիտասարդ կանանց եւ երիտասարդ տղամարդկանց սոցիալ-տնտեսական կյանքում հավասար ներգրավվածությունն ու առաջխաղացման խթանումը, որպիսի կարողանանք սոցիալ-տնտեսական բնագավառում, այսինքն աշխատաշուկայում, տնտեսության տարբեր ճյուղերում, աշխատանքային գործունեության մեջ գենդերազգայուն մոտեցումների խրախուսմամբ հասնել աշխատուժի գենդերային խզվածքի նվազմանն ու աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավմանը։ Երրորդ գերակայությամբ սահմանված նպատակներն ու գործունեությունը միտված են հիմնականում լինելու կրթության եւ գիտության ոլորտում կանանց եւ տղամարդկանց հավասար մասնակցության ներկայացվածության խթանմանն ու գենդերային խզվածքի նվազեցմանը։ Այս գերակայությամբ շարունակելու ենք կրթության ու գիտության տարբեր մակարդակներում գենդերային անհավասարության ու խտրականության բացառմանն ուղղված աշխատանքները, ապահովելով հավասար լիարժեք բարենպաստ միջավայր կրթության բոլոր մակարդակներում։ Չորրորդ գերակայությունը առողջապահության ոլորտում կանանց ու տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումն է եւ սույն գերակայության շրջանակում բոլոր ջանքերն ուղղված են լինելու մեծացնելու կանանց հասանելիությունը հիմնական առողջապահական վերարտադրողական ծառայություններին, հատկապես խոցելի խմբերի դեպքում գյուղական բնակավայրերի կանանց, հաշմանդամություն ունեցող կանանց, էթնիկ փոքրամասնությունների խմբերին պատկանող կանանց համար, զերծ պահելով ու պաշտպանելով վերջիններից գենդերային հիմքով խտրականությունից։ 5-րդ գերակայության ներքո գործողություններն ուղղված են լինելու ընտանեկան եւ գենդերային հիմքով բռնությունից զերծ, առավել ապահով ու անվտանգ միջավայրներ դնելուն, կանխելու կանանց ու աղջիկներին ուղղված գենդերային հիմքով բռնությունն ու շարունակելու աջակցելու գենդերային հիմքով բռնության ենթարկված անձանց, ինչպես նաև նպաստելու պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության կարծրատիպերի հաղթահարմանը, հիմքում ունենալով մեկ հիմնական նպատակ՝ գենդերային բռնության ու խտրականության կանխարգելում ու հաղթահարում, ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանություն ու աջակցություն ըստ գնահատված կարիքի։ Եվ ունենք նոր 6-րդ գերակայություն, որը նախորդ ռազմավարությունների մեջ ներառված չի եղել, կլիմայի փոփոխության նկատմամբ գենդերազգայուն ու գենդերարձագանքող մոտեցում
հատկությունների ձևավորումը, ներառական սկզբունքների ապահովումն ու իրազեկվածության բարձրացումը։ Այս գերակայության ներքո այս էտապում բոլոր ջանքերն ուղղված են լինելու կլիմայի փոփոխության հետևանքով գենդերային եւ սոցիալական ազդեցության հիմնախնդիրների վերհանմանը, հետազոտությունների իրականացման բնականաբար այս փուլում եւ գենդեր արձագանքող մոտեցումների ներդրման շրջանակի փորձարկմանը։ Այսպիսով գերակայություններն ուղղված են նշված ոլորտներում կանանց ու տղամարդկանց իրավունքների ու հնարավորությունների իրացման համար բարենպաստ ու դրական միջավայրի ստեղծմանը, իսկ նախատեսվող գրեթե բոլոր միջոցառումները միտված են լինելու ոլորտային օրենսդրության բարելավմանը, իրազեկման ու վերապատրաստման ծրագրերի իրականացմանը նպաստելով կարողությունների զարգացմանը եւ տարբեր ոլորտներում կանանց ներկայացվածության ու ներուժի բարձրացմանը, կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության ու բռնության բացառմանը։ Խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։ Շնորհակալ եմ Տիկին Ստեփանյան, հարգելի գործընկերներ, տվյալ պարագայում մեր հայեցակարգային մոտեցման մասին մենք բազմիցս խոսել ենք կառավարության տարբեր ներկայացուցիչներ, խորհրդանական կառավարող մեծամասնության ներկայացուցիչներ եւ այստեղ մեր նպատակադրումը հստակ է, որպեսզի մեր հանրության ներուժը մաքսիմալ դրվի կամ արվի մեր երկրի զարգացման օրակարգերում բոլոր ուղղություններով, սկսած տնտեսությունից, շարունակած հանրային կյանքից, պետական եւ տեղական ինքնակառավարման, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներից, բոլոր ոլորտներում եւ հաշվի առնելով նաեւ, որ այսօր եւ արդեն բավական երկար ժամանակ մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, նաեւ այս հանգամանքը շատ կարեւոր է, որպեսզի մենք այդ ներուժը լիարժեք կերպով օգտագործենք